Լավագույն դեպքում կարող ենք նրան խորհուրդներ տալ, բայց նրա որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրության հարցում Մարտուն Գրիգորյանի որոշումների վրա ազդեցություն գործել է եւ նրան ուղղորդել է կոռեկտ չի համարում։ Հանրապետական падգամավոր Տիգրան Աբրահամյանն Ազատության հետ զրույցում պարզաբանում է, թեև Մարտուն Գրիգորյանը իրենց խմբակցության падգամավորն է, սակայն նա անկուսակցական է եւ Գյումրու ընտրություններում էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը նրան ոչ առաջադրել է եւ ոչ էլ սատարել։ Այսինքն նախնական փուլից մինչեւ այսօր Հանրապետականը չի ազդել Գրիգորյանի որոշումների վրա եւ հիմա է ըստ Աբրահամյանի Վարդան Ղուկասյանին սատարել չսատարելու Մարտուն Գրիգորյանի որոշումը կախված չէ Հանրապետականի դիրքորոշումից։ Ամեն դեպքում Հանրապետականն իր տեսակետը փոխանցել է գործընկերոջը։ Կուսակցությունը թեև չի հրապարակայնացնում այն, սակայն ինչպես Աբրահամյանն է նշում, իրենք համոզված են, որ չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Գյումրիում։ Զուտ մարդկային առումով նաև հասկանում ենք այն մտորումները ու մտահոգությունները, որ ունի Մարտուն Գրիգորյանը Գյումրում ստեղծված այդ աուրայի, մենտալիտետի եւ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած այդ տասնամյակների խնդիրների համատեքստում, բայց բնականաբար որ մենք որպես քաղաքական ուժ այս թեմային նայում ենք բացառապես քաղաքական տեսանկյունից, բնականաբար լուծումների կամ անգուցալուծումների համատեքստում առաջին հերթին դրված են քաղաքական որոշումները, որոնք պետք է բխեն այս իշխանությանը որևէ ձևով թույլ չտալու վերարտադրվելու կամ հավելյալ իշխանություն ստանալու տրամաբանությունից։ Այսինքն ձեր դիրքորոշումն այն է, որ ինչ էլ լինի, չպետք է թույլ տալ, որ Գյումրիում քաղաքապետ դառնա ՔՊ-ի թեկնածու։ Դա հստակ է, դա միանշանակ է, ընդ որում նաև Մարտուն Գրիգորյանն է հստակ խոսում, որ որևէ պայմաններում չի կարող լինել իր կողմից այնպիսի քայլ, որը կարող է բերել ՔՊ-ական իշխանության ձևավորմանը։ Այն, որ մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը մի կողմ դնելով Վարդան Ղուկասյանի հետ տասնամյակների հակամարտությունը պետք է այնուամենայնիվ սատարի նախկին քաղաքապետին, Facebook-յան իր էջում գրել է նաև Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հորդորելով Փաշինյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տալ, ինչպես ինքն է ձևակերպել, չարյաց փոքրագույնին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից եւ ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք եւ Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են։ Ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը իմ կարծիքով այլընտրանք չունի։ Արմեն Աշոտյանը կուսակցությունում ունի առաջին փոխնախագահի կարգավիճակ եւ նրա քաղաքական մտքերը բնականաբար ոչ պատահական են, ոչ էլ կարող են ունենալ մասնավոր բնույթ։ Այնպես որ Արմենի խոսքին պետք է մոտենալ որպես կուսակցության ղեկավար կազմ ներկայացնող անձի դիրքորոշման։ Իդեպ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը նշում է, թե Մարտուն Գրիգորյանի միջոցով փորձ է արվում թիրախավորել Հանրապետականին, ընդ որում ըստ падգամավորի դա արվում է նաև ընդդիմադիր շրջանակների կողմից։ Հանրապետական падգամավորը չի բացառում, որ որոշ շրջանակներ ցանկանում են, որ ի վերջո Գրիգորյանը չսատարի եւ չընտրի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժին Հանրապետականին հարվածելու համար։ Ընդդիմադիր շրջանակների մասին եք խոսում, ոչ իշխանության։ Այդ թվում ընդդիմադիր շրջանակների Գյումրու Աբաքանիում 6 տեղ ստացած մեր քաղաքադաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը 4-րդ օրն է պահում է ինտրիգը ու չի ասում ի վերջո սատարելու է 8 տեղ ունեցող Վարդան Ղուկասյանին։ Առանց Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի ձայների Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը քաղաքապետարան վերադառնալ չի կարող, իր եւ իրեն աջակցող մյուս երկու ընդդիմադիր ուժերի ձայները միասին բավարար չեն։ Քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ստացել է 14 տեղ, այսինքն Գյումրու քաղաքապետ ընտրվելու համար նրան պակասում է ընդամենը 3 ձայն։ Աբաքանին քաղաքապետին ընտրում է գաղտնի քվեարկությամբ եւ առայժմ պարզ չէ, թե իրադարձությունները ինչպես կզարգանան։